Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ինձ թույլ կտամ բացառել ձևական նախաբանները, քանի որ ժամանակ չունենք դիվանագիտության համար, երբ մեր տանը հրդեհ է։ Ես ընդդիմություն եմ, արտախորհրդարանական, չունեմ պաշտոն, չունեմ իշխանական լծակ, բայց ունեմ մեկ կարևոր բան, որ այս պահին շատ ավելի կարևոր է, քան այդ պաշտոնն ու իշխանությունը։ Դա ճշմարտությունն ասելու պարտավորությունն է։ Իսկ այդ ճշմարտությունը կայանում է հետևյալում. այնինչ այսօր կատարվում է, այլևս չի տեղավորվում քաղաքական բանավեճի կամ ինչ-որ դիսկուրսի մեջ։ Սա համակարգված ճնշում է, ուղղված հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Փոքրիկ խմբակը այն անվանում է բարեփոխում, հաշվետվողականություն, անհրաժեշտ քայլ, մաքրագրում, բայց անձամբ ես ու վստահ եմ հայ ժողովուրդն ու այս դահլիճում գտնվող ներկաները այդ մտքի հետ միանշանակ համաձայն չեն։ Սա քաղաքական հաշվեհարդար է ու ուղղված է այն կառույցի դեմ, որը հրաժարվում է ծնկի գալ։ Ու սա իրավական փաստ է, սա կարծիք չէ։ Մեր երկրի ցանկացած փաստաբան, իրավագետ պարտավոր է հիշել մեր սահմանադրության մասին, կրոնի ազատության մասին, խղճի ազատության մասին, մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ու վճիռների մասին։ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, ստորագրել ու վավերացրել այդ կոնվենցիան, բայց մենք օրվա իշխանությունները, այսինքն, մոռանում են, որ ստանձնել են պարտավորություններ։ Ես պատահականորեն չասեցի մենք օրվա իշխանությունները, քանի որ ներկա պահին ցավոք սրտի մեր իշխանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, ու այդ ամենը ներկայացնում է շատ վատ ձևով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր բազմաթիվ վճիռներով հստակ ամրագրել է, որ պետությունը չի կարող ընտրել հարմար հոգևոր առաջնորդ։ Պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կառավարմանը։ Պետությունը չի կարող կրոնական կազմակերպությանը ենթարկել քաղաքական ճնշման։ Իրենց արածը ուղիղ եւ մեկ անուն ունի. պետական միջամտություն կրոնական կազմակերպության ինքնավարությանը, մարդկանց կրոնական ազատությունների ոտնահարում։ Սա ոչ թե կամայական մեղադրանք է, սա Ստրասբուրգ տանող ուղիղ ճանապարհ է։ Ու ես վստահ եմ, դիմումներ մենք շատ ունենալու ենք։ Իսկ հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ավելի լայն պատկերի վրա։ Երբ որ իշխանությունը հաջորդաբար ձեռնամուխ է լինում սեփականաշնորհելու, հպատակեցնելու դատարանները, մամուլը, ընդդիմությանը, հիմա էլ արդեն շուրջ 1 տարի եկեղեցին, սա ոչ թե ապիկար քաղաքականություն է, այլ սա հստակ ռազմավարություն է։ Սրա մասին է վկայում գործողությունների հետևողականությունն ու ուղղությունը։ Ես ուզում եմ, որ ինձ լսող ցանկացած մարդ ընկալի, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակումն ուղղված է ոչ թե կառույցի, նույնիսկ ոչ թե կաթողիկոսի եւ ասեմ ավելին, ոչ թե Մայրաթոր Սուրբ Էջնիածնի վրա, այլ այն ուղղված է հայ ժողովրդի ինքնության դեմ։ Եկեղեցին Հայաստանում լոկ կրոնական հաստատություն չէ։ Սա այն կառույցն է, որը պահեց մեր լեզուն, երբ պետություն չկար, պահեց մշակույթը եւ ժողովուրդը ծրված էր աշխարհով մեկ։ Ու ասեմ, ով հարվածում է դրան, հարվածում է հայի ինքնագիտակցությանը։ Իշխանությունը այսօր կարող է կամ միգուցե փորձում է լրացնել լրատվամիջոցներին։ Կարող է կամ միգուցե փորձում է ճնշել ընդդիմությանը։ Կարող է սպառնալ պետծառայողներին կամ ինչու ոչ փոխարինել դատավորներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակի հետ մոռացել է, որ հավատքը ռեեստրում չի գրանցում։ Հավատքին վարչական ռեսուրսի ձեռքերը չեն կարող հասնել։ Եկեղեցին ընդդիմություն չէ, որ կարողանան լրացնել, ոչ էլ կուսակցություն է, որպեսզի լուծարեն։ Եկեղեցին ժողովուրդն է, մենք ենք։
Եվ երբ իշխանական ռազմավարությունը մի կողմից, ժողովրդի դիմադրությունը մյուս կողմից ուղղակիորեն հագադիր բևեր են կազմել, այս պայքարն աշտեն ոչ թե քաղաքական է, այլ պատմական է, որտեղ իհարկե հաղթողը միշտ եղել են ու լինելու է հայոց եկեղեցին ու հայոց ազգը։ Այսօր ես իմ երկրի համար միայն մեկ բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն, թեև ու թիգունք լինեն միմյանց, որ հայ առաքելական եկեղեցին ստիպված չլինի պաշտպանվել սեփական երկրի թույլ իշխանություններից։ Ու ես վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։